Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Աշխարհի խոհանոցներ հաղորդումը, իսկ դա նշանակում է, որ մենք Հայաստանում, Երևանում գտել ենք այլ աշխարհից մի շատ հետաքրքիր խոհանոց, այն է լիբանանյան խոհանոց, իսկ անվանումը շատ պարզ թաբուլե։ Ես ասեմ, որ այդ պատասխանատու խոհանոցի շեֆ խոհարարն է Նարինեն, ողջույն Նարինե։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ։ Ինձ արդեն հետաքրքիր է, թե մենք այսօր ինչ ենք պատրաստելու, որովհետև ինձ եւ ընդհանրապես առհասարակ մեր ազգին շատ մոտիկ է լիբանանյան խոհանոցի ինչ-որ տես համեմունքներ, համեր, բան, աղը տեղը, սխտորը տեղը, ինչ ենք մենք այսօր պատրաստելու։ Այսօր մենք պատրաստելու ենք թաբուլե։ Գիտես ինչի համար այդ ռեակցիան եղավ, որովհետեւ անցած հաղորդմանը մենք խուրջին ռեստորանում էինք ու պատրաստեցինք խուրջին։ Այսօր թաբուլեում ենք։ Հետաքրքիր է հաջորդը ինչա սպասվելու մեզ, խոսքի Mercedes ռեստորան կա Երևանում, չգիտեմ։ Այսօր պատրաստելու ենք թաբուլե։ Թաբուլեն շատ հայտնի է ու շատ արագ մտավ մեր ճաշացանկ, հետաքրքիր է։ Ես տեսնում եմ, որ թաբուլեի համար այդքան է շատ բան պետք չի, բաղադրատոմսում շատ բան չկա, այստեղ ինչ որ բաներ մենք հետո կծանոթանանք։ Այստեղ ամեն ինչ պարզ է, բայց ամենակարևորը թաբուլեի էս ինչ էր։ Բլղուր։ Ո՞նց է ստանում բլղուրը, հետաքրքիր է։ Ուրեմն բլղուրը նախապես թրջում ենք սառը ջրով։ Եվ օգտագործում ենք շատ քիչ։ Թրջում եք, հետո քամում եք, հա։ Հա, դե այնքան ենք թրջում, որ ինքը թեթև քամվի։ Փափկելու համար։ Փափկելու համար, հա։ Մեկ բաժնի համար մոտավորապես քանի գրամ։ Մի քթալ։ 20 Մի քթալ։ Այո։ Մի քթալը թրջում եք, հետո դառնում է այսքան։ Չէ, հիմա դե մի քիչ շատ է, կուզենք փոխենք։ Հիմա շատ որով ենք, հա, ինձ հետաքրքիր է մեկ բաժնի համար ինչքան է գնալու։ Լավ, փորձենք սկսենք, ինչից ենք սկսում։ Նախ սկսում ենք մաղադանոսը մանրելուց, նախ լվացնելուց, Դե պարզ։ պատրաստելուց, հա։ Բանջարեղենը կանաչին ամեն ինչը նախնիկ լվացված։ Նախապես լվացված, մաքրված։ Ինձ հետաքրքիր է համեմունք, որը օգտագործում եմ մենակ ձեր խոհանոցում։ Կա՞ դա բանկ, որ մենակ լիբանանյան խոհանոցում է օգտագործում։ Օրինակ շաֆրան ծաղիկը կա։ Այո, կա, բոլոր տեսակի համեմունքներ մենք էլ ենք օգտագործում։ Այսինքն շաֆրանը մենակ ձեր մոտ չի օգտագործում, այսինքն արաբական խոհանոցում էլ կա, չէ՞, շաֆրան ծաղիկը։ Այո, կա։ Այդ ճիշտ է, որ շաֆրանի ասում են 1 գրամն ու 1 գրամ ոսկին ու գինն ունի։ Ցանկանոց բանակ, չէ՞։ Օգտակար, շատ օգտակար։ Մենք այսօր օգտագործելու ենք շաֆրան։ Չէ։ Ափսոս։ Իսկ ինչ ենք օգտագործելու։ Օրինակ սա ինչ է։ Սա սովորական պարսցետ է։ Ահա։ Օգտագործելու ենք նռան հյութ, Ահա։ ցիտապտղի ցետ եւ լիմոն։ Կիտրոնի Համված։ Ինչ է Եվ ինչպես նաեւ բլղուր։ Նռան հյութ ինքը շատ թանձր է։ Հա։ Այս հենց նուրա դուք եք ստանում ես եթե։ Չէ, գնում եք Լիբանանից ենք, մեր, չէ, բոլոր մեր, ասենք, ճաշատեսակի ինչ մեզ վերաբերվում, այն պատրաստում ենք, ստանում ենք Լիբանանից։ Օ, շատ հետաքրքիր է։ Մնացածը ինչ է հեշտ է ճարել Հայաստանում, Այո։ Բայց կա տարբերություն ամեն դեպքում, նույնիսկ ջրի մեջ կա տարբերություն, օրինակ ես մի անգամ Լոս Անջելեսում Coca-Cola խմեցի, ինքը լրիվ ուրիշ համ ուներ, հետո պարզվեց հենց ջուրն էր դա։ Ջրից է այդ համը։ Այո, իհարկե տարբերություն կա շատ։ Հետաքրքիր է Լիբանանից բերված համեմունքների եւ Հայաստանից գնված համեմունքները շատ տարբեր են։ Շատ է։ Իսկ քան կանաչ ենք օգտագործելու։ Բաժնի համար։ Շատ դիետիկ է փաստորեն բլղուրը, հա։ Այո, շատ առողջարար։ Հա, շատ։ Իսկ Բլղուրը քիչ ենք դնում հիմնականում մարսողության համար, ավելի ինքը օգտակար է, մաղադանոսը, կիտրոնը, բլղուրը հիմնականում քիչ ենք դնում մարսողության։ Թաբուլե ռեստորանում հենց թաբուլեն ամեն օր լինում է դրա պատվերը։ Այո։ Կա օր չկա։ Չէ, բոլոր սեղանները, ընդհանրապես լիբանանյան բոլոր ռեստորաններում, երևի ընտանիքներում էլ միշտ թաբուլեն առաջ տեղն է զբաղեցնում։ Ստում է, որ կապ չունի սեղանին ինչ է պատվիրում, թաբուլե, հմոց, մութաբալը, ֆատուշը, բոլոր լիբանանյան սեղաններում միշտ պարտադիր լինում։ Ափսոս որ այդ թվարկածներից մենակ
Թաբուլեն ենք այսօր պատրաստելու, բայց մնացածը ինձ արդեն հետաքրքրում է։ Շատ լավ գործիք է։ Երկար տարիների գործում եք այս խոհանոցում։ Այո։ Ստեղ եք սովորել Հայաստանում։ Լիբանանում եմ եղել, ապրել եմ Լիբանանում մի քանի տարի, Իրաքում եւ Հայաստանում արդեն 10 տարի թաբուլե ռեստորան աշխատում եմ։ Շատ լավ։ Փորձում եք ամեն կերպ գտնել, նմանեցնել այն համը, ինչը որ դուք մտածել եք հենց այնտեղ։ Իհարկե։ Իսկ կա բաներ, որ Լիբանանի խոհանոցից ստեղ ընդհանրապես չեմ պատիրում ու հետեւաբար չեք պատրաստում։ Չէ, հիմնականում լիբանանյան խոհանոցից ինչ վերաբերում է լիբանանյան խոհանոցին մենք ունենք։ Ամեն ինչ ունեք։ Լիբանանցիներ ուսում ձեր մոտ շատ են լինում։ Հա, շատ են լինում Չնայած որ լիբանանյան։ հիմա չգիտեմ ոնց է, այս աշխարհը մի քիչ փոխվել է, туриզմը չգիտեմ այս տարի ինչ է սպասվելու, բայց ելի հույսեր կլինեն, որ նորից կգան, չնայած որ Հայաստանում բնակվում են լիբանանահայեր շատ։ Ես էլ ունեմ ընկերներ, իրանց խոհանոցը ինձ շատ է դուր գալիս։ Մաղադանոսը, մենակ մաղադանոսը եք օգտագործելու։ Չէ, մի քանի ճուղ սող, կանաչ սող, չնայած կարելի է նաև մի բաժնի համար մի 2 հատ, 3 հատ բավական է։ Այս սարքն էլ ինձ հետաքրքրում ինքը Սա կիտրոն ենք քամում։ կիտրոնի քամիչն է։ Քամիչն է, այո։ Ես ուզում եմ այդ սարքից օգտվեմ։ Ես սիրում եմ տենց սարքեր, որոնք որ հոսանքի հետ կապ չունեն, էլի, տենց ամեն ինչը մեխանիկական է։ Ինձ կարելի է մի հատ դանակ, ես ուզում եմ այս սարքից օգտվեմ։ Ուշադրություն գնաց։ Սպեշ այստեղ պահեք։ Ծախնեք։ Ջան եմ ասել։ Քանի տոկոսը քամեց։ Դուս կեսնեք, չէ՞։ Ձենը շատ լավն էր։ Այ։ Ես լավ գործիք էր, ապսես մերը չէր։ Ես գիտեմ, որ դուք պրոֆեսիոնալ խոհարար եք ու ամեն ինչ անում եք աչքաչափով, բայց կուզենայի մեր հետևորդներին ասել նաև գրամներով, մոտավորապես գրամներով, ինչքանին ինչա պետք է։ Հա։ Ուրեմն թաբուլեն պատրաստելու համար պետք է կապով ասեմ, մաղադանոսը 3 կապ մաղադանոս, նայած չափի կամ 2 կամ 3։ Վերջում ես չափը կտեսնեմ, կհասկանամ դա քանի հոգու համար է մոտավորապես։ Մենք մի քիչ նույնիսկ ավելի։ Մենք այստեղ 2 կապ արեցինք, չէ՞։ 3։ 3, հա, 3 կապ ու մի քանի ճուղ կանաչ սող։ Մի 2-3 ճուղ կանաչ սող ենք ավելացնում։ Այստեղ մոտավորապես ինչքան, 150-200 գրամ, հա։ Հա, այդտեղ պարզապես շատ է։ Բլբուլը, հա, շատ չենք ունեցնելու։ 3 կապ մաղադանոսին ավելացնում ենք 1 ճաշիկ թալ բլղուր, արդեն նախապես թրջած։ Գրամով ինչ ասեմ։ 2-3 ճաշի։ Չէ, 1 շերեփ ասեմ, հա։ Հա, թեկուզ։ Ես իմ 20 գրամ, 20-25 գրամ Չէ, շատ կարատ է։ Չէ, նայեք ջան, շատ է 50 գրամ է։ Ես սաղ կյանքս բենզին եմ ծախում։ Լավ, 50 գրամ։ 50 գրամ, ես նայում եմ։ Հա, ես չափով էլ ցույց եմ տալիս դրա համար, շերեփը դրել եմ։ Ասենք չեմ դրել տենց լցնում, դիտավորյալ եմ սա դրել, որ 3 ճաշիկ դիտավորներ, շատ քիչ նրան հյութ։ Այդտեղ էլ գնաց մոտ 1 թեյք թալ։ 1 թեյք թալ, այո։ Ես որ ասում եմ, մի փոքր, մի ճաշիկ թալ էլ։ Հա, Հուսական յուղ։ հուսական յուղ։ Ու վերջ։ Չէ, մենք դեռ լոլիկը պիտի մանրենք, ինչեւ ինքը լոլիկ կա, ձևավորումը ինչ մեջն է։ Չէ, մեջը։ Հա։ Դե լոլիկ։ Վարդագույն գույն ունի լոլիկը։ Ինչ որ անուն ուներ, բայց ես չեմ հիշում։ Հենց այդ սորտը, հենց վարդագույնը։ Դա լավ է ու վարդագույն։ Հա, տեսակն է։ Տեսակ է։ Ուրեմն այս 3 կապ մաղադանոսին մեզ անհրաժեշտ է 1 միջին չափի լոլիկ, հա, սա մեծ է լավ, մի քիչ ավելի։ Կես ես կուտեմ։ Ինչքան ավել։ Կես ավելա։ Կես ավելա։ Հետա, պերերիվն էլ եղավ։
կապոնի ոնց են կտրատում։ Հա, մանր քառակուսիների է։ Ահա։ Բաժանում ենք, այսպես, դա առանձին ցույց տամ, հետո Ուբի։ այսպես է լինում։ Շատ լավ։ Չէ հիշում ես որ լոլիկ կար կամ վաղուց չեմ կերել թաբուլե։ Լիբանանյան թաբուլեն, մաղադանոս լոլիկ, Այդ կիտրոնի բրբուրի հյութ։ քանակն էլ մոտոց ինչ որ դից կասկած առաջացրեց, արդյոք այդքան է։ Հա, լիբանանյան թաբուլեն տարբերվում է նրանով, որ Կարող է մելոք են որ քիչ է։ տնական անում են, Տնականը բրբուրը ավելի շատ է։ Տենց այնքան որ մի քանի հատ կանաչի ու всё։ Դու մի ասա հակառակը դիներ էլի։ սա լիբանանյան թաբուլեն է։ Կամ տեսել եմ տենց եք սարքել։ Թաբուլեն։ Սև թաբուլե կբերեմ։ Լոլիկներ ենք ավելացնում։ Կես լոլիկ։ Այ աղը չենք դրել։ Ես էդ էի ուզում ասել։ Այ աղը գիտես երբ ես հիշում, երբ որ պետք է քարտեն ուտես։ Կասես Այն որ համը նայես, ասում ես, «Աման, աղը չենք լսել, աղը»։ հայկական սովորության համաձայն աղը չենք դրել։ Աղը, էլի այ մարդ այդ աղը միշտ սեղանին դրեք էլի։ Չէ, միշտ այս բանը որ ստեղ դրված է, իմ համեմունքները հիմա ձեռքից տակ չի դրա համար։ Ճիշտ ասած, գիտեմ կողքս է, բայց Աղը։ ավելացնում ենք շատ քիչ աղ։ Ինքը կիտրոնը աղին փոխարինում է։ Ճիշտ է։ Իսկ մենակ աղ, բրբեր, բա։ Չէ, ոչ մի բան։ Անանյան թաբուլեն վերջ։ Մենք հիմա Կարող արդեն ենք մատուցելու, հա, մատուցել։ ձևավորման համար ինչ Հա, ապել։ ձևավորման համար 1000-ն է։ 1000-ի տերև։ Ափսե, եւ մի փոքր կարող ենք կտրատել ձևավորման համար լոլիկ։ Թաբուլեն պատրաստ է։ Հա, դες ճոխ։ Հայավարի։ Ոյ։ Հայավարի լրիվ, հայավարի ճիշտ է լիբանանյան է թաբուլը, մեզ մենք Դե հայավարի։ ինչ է գալիս է Հայաստան, մի քիչ պետք է ադապտացվի, չէ, հասկանում եք։ Ես օրինակ ինձ հետ արկի է, ինչ մեզ սպասվելու չինական ռեստորանում, որ այն որ եկե ադապտացվել է հայկականին, ամեն դեպքում խորոված, ասմինոգի քեբաբ։ Վերջ։ Շատ սիրուն է։ Վերջ, սա մեր լիբանանյան թաբուլեն։ Խնդրեմ այլեք, փորձեք ինքնի հետ պատրաստել, ամեն ինչ շատ պարզ էր, մենք օգտագործեցինք բլղուրդ, նախորոք թրջած, 3 կապ մաղադանոս, մի քանի ճուղ կանաչ սոխ, մի կես լոլիկ, կիտրոնի հյութ, ծիտապտղի յուղ, նռան հյութ եւ բուսական յուղ։ Աղ ու ամեն ինչ պատրաստ է։ Մենք հենց նոր պատվեր ստացանք, դա մեր հաղորդման մեջ նախատեսված չէր, բայց չենք կարող պատվերը չընդունել ու չանել, մանավանդ որ այս պատվերը առաքվելու է, չէ՞։ Այսինքն վերևում նստած չեն։ Ինչ ենք պատրաստում։ Պատրաստել ենք սպանախով բյորակ, հմոս եւ թաբուլե։ Առաջի երկուսը չհասկացա, վերջինը պարզ էր, մենք հենց նոր սարքեցինք, մեր սարքածը չենք ուղարկելու, դա մենք ենք ուտելու։ Գնացինք։ Հումոսն է։ Հա, փորձեք։ Ես շատ կուզենայի խոսենք ոնց է պատրաստում, բայց ես գիտեմ որ դա մի առանձին հաղորդում է, սա ուղղակի մենք պատվերն ենք կատարում մեր հաճախորդներին ճիշտ սպասարկելու համար, անկախ է բանից թե նկարանում է թե չէ, բայց ամեն դեպքում լավ է որ ես ուտելու բան ունեմ։ Մեր սեփական ձեռքերով սարքած թաբուլեն։ Կարող ավելացնել, եթե այնպես աղասեղանին որ կա, շատ աղ չեմ ավելացնում։ Հմոսը կարող եք փորձել։ Չէ, հումոսի համար հետո պիտի գանք որ Ոչ, հիմա փորձեք։ Որ հետո կա։
Դետայլի է, չէ՞։ Ով է պատվիրատուն։ Մանաստած մարդը սպասում է։ Տաբուլետ պատրաստ է, հումոսը պատրաստ է, ինչ-որ բաներ դիմաց, չէ՞։ Հումոսը դե նախապես ենք պատրաստում, հետո սպանախով հյորա է։ Շատ են բան անդասում։ Չեք փորձում։ Չէ, դաղալություն անելու, այդ մյուս հաղորդմանը։ Ես էլ սպանախով գյորեգա։ Պատերը պատրաստ է, աղային արդեն ճանապարհին է, պատվիրատուն շատ սողատ չի մնա, իսկ մենք այսքանով կվերջացնենք մեր հաղորդումը, մենք գտնվում ենք Թաբուլե ռեստորանում, շնորհակալություն շեֆ Խոհարար Նարինեին, բաժանորդագրվեք մեր YouTube-ի էջին, Facebook-յան էջին, Instagram-ին, Telegram-ին եւ հնարավոր բոլոր տարբերակներով բոլոր կայքերին։ Լավ մնացեք, բարեխուժակ բոլորին։